Գործնական վիդեո եմ բերել, տեսեք այս ջինսը պետքա գոտկամասը փոքրացնեմ, այսքան պետքա փոքրացնեմ, արդեն նշել եմ, առհասարակ ես ջինսերի գոտիքը փոքրացնում եմ, առանց այս հատվածում կար գցելու, կարով շատ կոպիտ է լինում ինքը, այսինքն ես գոտիքը ամբողջությամբ քանդում եմ, ու որպեսզի իր ֆիրմային կոճակը չհեռացնեմ, ավելորդ այս հատվածը, այս չափը, որ նշել եմ, բերելու եմ հանեմ իր այս պետլյայի մասով, այսինքն այսքան պետքա կտրեմ հանեմ, ու հետո գոտիքը նորից տեղադրելու եմ, նույն ձևով հավաքելու եմ, այս նույն կարերով, նույն իր ֆիրմային կարերով պետքա կարեմ, ձեզ մի հատ նրբություն եմ ուզում հիշացնեմ, ավելի շուտ սովորացնեմ, առհասարակ երբ որ այս օղակները, որոնք որ գոտին պահելու համար են, այս օղակների այս հատվածը քանդելու ժամանակ, քանի որ շատ մանր ու խիտ կարա տրված, սովորաբար շատ զգուշ պետք է քանդեք, որպեսզի չճղվի, մատերիալը չճղվի, իսկ դրա համար ինչ է հարկավոր, ես այ օգտագործում եմ այս կոմպլեկտի մեջից, տեսեք, այս նուրբ, սրանց ծայրերը շատ սուր են, սրանք եմ օգտագործում, կամ այս սրանք էլ են շատ հարմար, ես սրանքը թեմույով եմ պատվիրել, տեսեք, ինքը շատ նուրբ է, շատ սուր է, իրան զգուշորեն, շատ զգուշորեն մտցնում եմ այս արանքից ու այս սուր ծայրով զգուշորեն քանդում եմ և ոչ մի կերպ չի վնասվում, այսքանը գոտիքը փոքրացնելու մասին